Հանգստյան օրերին Երևանի Անատոլ Ֆրանսիա անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրում սպորտային տոն էր։ Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանը սեղանի թենիս էր խաղում կրթահամալիրի սաների և ծնողների հետ։ Մարտի 28-ին ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը, արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլա Նիկոլովի գլխավորությամբ Երևանի Անատոլ Ֆրանսիա անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի հետ համատեղ։ Մրցաշարին մասնակցում էին կրթահամալիրի տարբեր տարիքի սաներ ծնողների հետ և դեսպանատան ներկայացուցիչները։ Ուժեղագույնները որոշվում էին զուգախաղերում։ Դեսպանին մրցախաղերում օգնում էր նրա որդի Գեորգի Նիկոլովը։ Դեսպան Նիկոլա Նիկոլովը մրցաշարի ընթացքում 3 մրցախաղ անցկացրեց և 3-ում էլ հաղթանակ տոնեց։ Մյուզեումի հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումները շատ կարևոր են, ինչպես երեխաների ֆիզիկական առողջության, այնպես էլ դպրոցից և աշխատանքային միջավայրից դուրս ընկերական կապերի ու ձևավորման պահպանման համար։ First of all, I would like to thank you for willingness to organize together with the French Lycée this important event dedicated to the Francophonie Day in Yerevan. I think in the future, together with the French Lycée, we will organize the new events because they are very important not only for students and their parents and for the whole international community here. I think that this event creates a bridge between culture and sport, and this is very important for all of us in our culture. I wish you all the best for all participants in the tournament. Պարոն դեսպանը նշեց, որ պարբերաբար զբաղվում է սպորտով, բայց ավելի հաճախ սիրում է խաղալ մեծ թենիս։ Որդին նույնպես սպորտի սիրահար է և առավել լավ տիրապետում է սեղանի թենիսին։ Նիկոլա Նիկոլովը նաև հայկական սպորտին է հետևում, անձամբ ճանաչում է և իր լավ բարեկամն է համարում կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանին, որն այժմ ղեկավարում է և համակարգում Բուլղարիայի հունահռոմեական ոչի իմշամարտի բոլոր հավաքականների աշխատանքները։ Մրցաշարի ավարտին պարոն դեսպանը կոչ արեց մասնակիցներին շարունակել նույնքան վճռական ու նպատակասլաց քայլել դեպի հաջողություններն ու բարձր նվաճումները։ Նա շնորհակալություն հայտնեց ֆրանսիական լիցեի տնօրենին արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև դպրոցի վարչակազմին, աշակերտներին և Երևանում ֆրանսերեն լեզվի ու մշակույթի բարեկամներին ցուցաբերած նվիրվածության և ոգևորության համար։ Նիկոլա Նիկոլովը նշեց, որ նպատակ ունեն ապագայում ևս իրականացնել համատեղ նախաձեռնություններ ֆրանսիական լիցեի հետ, որոնք հնարավորություն կտան աշակերտներին ազատորեն ցուցադրել իրենց հմտությունները, զարգանալ և վստահություն ձեռք բերել սեփական գիտելիքների ու կարողությունների նկատմամբ։ Դեսպանը մրցաշարի հաղթողներին պարգևատրեց մեդալներով, իսկ մյուս բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։